Խնդրեմ, ուշադիր լսի, որովհետև երբեմն, ինչպես իմ եղբայրն էր ասում, այստեղ որոշ բաներ ասվում է, իսկ որոշ բաներ չի ասվում, այդ որոշ բաները, որ չի ասվում, դու պիտի հոգով հասկանաս, ամեն, ամեն դեպքում եղիր ինձ հետ, 1912 թվականի ապրիլի 14-ին իր առաջին ծովային ճամփորդության ժամանակ խորտակվեց Տիտանիկ օվկիանոսային հսկա նավը, որը կառուցողները մեծամտաբար հայտարարում էին, որ անհնար է ջրասուզ անել, անգամ ամբարտավանություն ունեցան հայտարարելու, որ անգամ Աստված չի կարող ընկղմել այն։ Այդ նավի մեջ էր ժամանակի շատ հայտնի ավետարանիչ Ջոն Խորպերը։ Այդ ողբերգական օրը Ջոնը մի երիտասարդի առաջնորդեց Քրիստոսին հավատալու եւ փրկվեց, որից հետո իր աղջկա եւ զարմուհու հետ բարձրացան տախտակամած հիանալու մայրամուտով։ Հրաշալի տեսարանը դիտելուց հետո Ջոն Խորպերն ասաց. հրաշալին հավանաբար առավոտն է լինելու։ Նրա եւ մնացած քրիստոնյաների համար, որոնք մեռան այդ գիշեր, առավոտն իսկապես հրաշալի եղավ։ Նրանք իրենց առաջին օրը երկնքում դիմավորեցին հավերժական լուսաբացը, հավերժական արևածագը, հավերժական արշալույսը։ Ամեն։ Եկեղեցին նրա համար է, որպեսզի մարդկանց պատրաստի այդ հավերժական լուսաբացին։ Ինչպիսի խաղաղ, ինչպիսի հանգիստ եւ ապահով է լինի քո կյանքը, մեր բոլորի կյանքը, այստեղ երկրի վրա ցանկացած պահ կարող է վրա հասնի փորձությունը, փորձանքը, ցավը, ինչու՞ չէ, նաեւ մահը։ Ուզում եմ քեզ իմ հավատակից բարեկամ քաջալերել, լուսաբացը հրաշալի է լինելու։ Իմ լուսաբացը հրաշալի է լինելու։ Այդ փառավոր առավոտին սպասելու պատճառով ես անցնում եմ այն ճանապարհը, ապրում եմ այն կյանքը, որով անցնում եմ եւ որը ապրում եմ։ Եվ հորդորում եմ քեզ, քո ամբողջ ուշադրությունը թող այդ առավոտան ուղված լինի։ Ամեն։ Իսկ մինչև այդ Հիսուս մի անգամ նայելով աշակերտներին, ավելի ճիշտ իրեն հավատացող հրեաներին, ասաց. Հովանու 8-րդ գլուխ 31 համարում նա հայտարարեց ու ասեց. Եթե դուք իմ խոսքը, եթե իմ խոսքին հավատաք եւ իմ խոսքը պահեք, ճշմարտապես իմ աշակերտները կլինեք, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Մի բան կա, որ ցանկացած մեկին եւ ցանկացած իրավիճակում կարող է օգնել եւ ազատել, դա ճշմարտությունն է։ Եվ այսօրվա շատ-շատերի, քարոզիչների եւ եկեղեցիների անգամ մեծագույն խնդիրներից մեկը կես ճշմարտությունն է, որն ավելի վատ է հաճախ, քան մեծ եւ բացահայտ կեղծիքը։ Երբ որ հանդիպում ես բացահայտ կեղծիքի, սիրտդ խառնում, ուզում ես շուռ գալ ու գնալ, եւ եթե դու անկեղծ քրիստոնյա մարդ ես, հենց այդպես էլ անում ես։ Այդպես չի արդյոք։ Բայց երբ որ ճշմարտանման ինչ որ բան են ասում, որի կեսը ճշմարիտ է, կեսը սուտ, դա ամեն բան ապականում է։ Դու պիտի լսես ճշմարտություն եւ միայն ճշմարտություն։ Դու պիտի խոսես ճշմարտություն եւ միայն ճշմարտություն։ Այսօր շատ քրիստոնյաներն ասում են, մեր հալածանքների ժամանակն անցել է։ Գիտեք ինչու է անցել հալածանքների ժամանակը։ Որովհետեւ մենք դադարել ենք ամբողջ ճշմարտությունը խոսել ցանկացած իրավիճակում։ Ես անգամներ ասել եմ ու նորից կրկնեմ։
այն մարդը, որը չի խորշում ճշմարտությունից ցանկացած իրավիճակում, այդ մարդն առանց հալածանքի եւ առանց հակառակորդների եւ առանց չսիրողների չի կարող լինել։ Որովհետեւ հենց դու ասում ես ճշմարտությունը, դե պարտավոր ես նայելու անկախ նրանից, թե ինչպես է հագնված, պիտի նայես ու ժամանակին տուրք տալով ասես, ինչ հրաշալի տեսք ունես։ Ինչու ես ստում։ Նա էլ միամտաբար հավատում է քեզ։ Ասեք ճշմարտությունը։ Իհարկե ցինիկ լինել պետք չի բոլորովին։ Բոլորովին ցինիկ լինել պետք չի։ Նրբանկատ պիտի լինենք, ուշադիր պետք է լինենք։ Ինչև է։ Իսկ մինչև այդ պահեր կան։ Այսինքն ես ուզում եմ այսօր Աստծո խոսքի ճշմարտության մի տեսանկյունից անդրադառնամ իմ եւ քո կյանքին։ Պահեր կան, որ փորձում են մարդկային հոգիները այնպես ցավոտ, իրավիճակը մարդու կյանքում մեկ ակնթարթում դառնում է այնպես անհույս, որ ամեն բան ցնցվում է։ Այդպիսի պահեր լինում են։ Եթե դու չես ապրել, փառք Տիրոջը, որ չես ապրել, բայց եթե դու պատրաստվում ես դեռ երկար ապրելու եւ պատրաստվում ես ծերություն անցկացնելու, դու այդպիսի պահեր չես կարող չունենալ։ Անհնար է։ Քթեք մեկին նմուշի համար, բերեք, կանգնացրեք այստեղ։ Ասեք այս մարդն ապրել է 80 տարի, 90 տարի, եւ այս մարդը վկայում է, ոչ մի ցնցում կյանքում չի ունեցել։ Ես կհարցնեմ, որտեղից եք այդ մարդուն բերել։ Հուսով եմ հոգեբուժարանից չեք բերել։ Ես շատ լուրջ բանի մասին պիտի խոսեմ, հուսով եմ դուք արդեն սովորել եք սկզբից անորությունը տանել, որ վերջի այդ հրաշալի պահնել միասին անցկացնենք։ Մինչև այդ մեզ շատ հաճախ թվում է, թե մենք շատ բան գիտենք, շատ բան ենք հասկանում կյանքից, բայց այդ պահերին հասկանում ենք, որ կյանքում նուրբ բաներ կան, որոնք հասկանում ենք այդ իրավիճակներում։ Իսկ որոշ բաներ էլ կան, որոնք ընդհանրապես չենք հասկանալու այստեղ երկրի վրա։ Կհասկանանք այնտեղ, այն փառավոր եւ լուսավոր առավոտյան, այն արևածագին, երբ որ հավերժական արշալույսը կծագի եւ հավերժական արեգակը կլուսավորի ամեն բան, այն ժամանակ ամեն բան կտեսնենք այնպիսին, ինչպիսին որ կան։ Բոլոր մարդիկ, երբ հայտնվում են այդպիսի իրավիճակներում, կարիք ունեն, որ ինչ որ մեկը կամ ոմանք, որոնց անձն ու խոսքը արժեք ունեն, իրենց քաջալերեն։ Դուք երբ որ դժվարության եք հանդիպում, առաջի բանը նայում եք, ով է դուռը բացում ու ներս մտնում, ով առաջինն այցելում, ով ինչ խոսք պիտի ասի։ Իսկ եթե այդ այցելողը հեղինակավոր մարդ է, որի նորից կրկնեմ, անձն ու խոսքը արժեք ունի, դատարկա բան ու դատարկա պորտ չի, դու անպայման ուզում ես լսես, ինչ կարող է այդ մարդն ասի։ Ես հիշում եմ տարիներ առաջ, մոտ 18 տարի առաջ, երբ որ ես մեծ եւ շատ լուրջ հիվանդությունով հիվանդացա եւ հայտնվեցի վերակենդանացման բաժնում եւ հանկարծ ինձ այցելեց մի Աստծո մարդ։ Մի Աստծո մարդ այցելեց ինձ շատ բաներ էր միացրած, չգիտեմ ինչ էր բժշկական։ Եվ ինքը եկավ վերակենդանացման բաժին եւ ես ասեցի. «Մարդ Աստծո, ասա տեսնեմ ինչու սա պատահեց»։ Ասա տեսնեմ ինչու պատահեց։ Լավ, թե ինչ պատասխանեց ինքը դա ուրիշ խնդիր է, բայց ես ուզում էի Աստծո մարդն ասի ինչ որ մի բան։ Ուզում էի որ Աստծո մարդն ասեր, քեզ խելոք չպահեցիր, դա պատահեց, կամ սրա պատճառով այդ մարդու հեղինակությունը ինձ համար կասկածի ենթակա չէր, եւ ես ուզում էի որ այդ մարդն ինչ որ բան ասեր, եւ այդ մարդն ինչ որ բան ասեց։ Հուսով եմ որ ճիշտ ասեց, համենայն դեպս դրան չանդրադառնամ։ Արդեն տևական ժամանակ է, որ ես եւ իմ ընտանիքն անցնում ենք ցածր անպիտակով։ Բայց այս 1-2 շաբաթն ուղղակի փոթորիկ էր, ուղղակի ցունամի։ Ես որպես առաջնորդ գիտեմ, որ երբ
իմ հետևորդները այդ վիճակում հայտնվում են, այդպիսի պահերին ես իմ հետևորդներին պիտի քաջալերեմ, խրախուսեմ, մխիթարեմ, հուսադրեմ, սատարեմ, փորձում եմ անել, որքան է հաջողվում ինձ չեմ կարող ասել, բայց փորձում եմ։ Հիմա ես քաջալերանքի կարիք ունեմ։ Ով կամ ովքեր պիտի անեն այդ։ Իհարկե, ընկերներ ունեմ, լուրջ, հոգևոր գործընկերներ, ծառայակիցներ, գործակիցներ, որոնք անում են այդ բանը։ Ես այսօր որոշել եմ, ես ինքս էլ ինձ քաջալերեմ եւ Աստծով զորանամ։ Նպատակ ունեմ նաեւ ինձ հետ միասին ինչ որ դժվարությունի մեջ հայտնված մարդու էլ զորացնեմ, քաջալերեմ, մխիթարեմ, հուսադրեմ, չէ որ եկեղեցին հրաշալի է։ Այո, չէ որ ես գիտեմ, որ ես մենակ չեմ։ Շատերն են անցնում իրենց ճանապարհը։ Շատերն ունեն իրենց կյանքում փոթորիկներ։ Իհարկե, երբեմն կուշտը սովածին չի հասկանում։ Բայց երբևէ սոված մնացածը միշտ հացի արժեքը գիտի։ Վերցնում է գետնից, համբուրում ու մի կարևոր տեղ դնում։ Որովհետև գիտի հացի արժեքը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նրանք ովքեր ցավ են ունեցել, նրանք շատ լավ են հասկանում այն մարդուն, ով ցավի միջով անցնում։ Հալելույա։ Առաջի թագավորաց 30-րդ գլխում մի պատմություն կա գրված Դավիթի եւ իր հետ եղող մարդկանց մասին։ Սեկելագում էր դեպքը պատահել։ Դավիթը իր 600 մարդով հայտնվել էր տարագրության մեջ, օտարության մեջ էր եւ այնպես ստացվեց, որ երբ որ ինքը զորքով երբ որ վերադարձավ ճամբար իրենց կանանց երեխաներին ճամբարում մնացածներին բոլորին գերեվարել էին եւ ունեցածն էլ հետը կողոպտել ու տարել։ Այնքան էր անհույս, որ Դավիթը եւ իր հետ եղող մարդիկ բարձր ձայնով լաց եղան, այնքան մինչև իրենց վրա էլ ուժ չմնաց։ Դուք պատկերացնում եք, այնքան լաց են, որ էլ ուժ չմնա։ Չկա, ուրիշ ժամանակներ էին։ Նրանք այլևս չգիտեին իրենց կանանց եւ երեխաներին կտեսնեն այլևս, որովհետեւ թշնամիները տարել էին։ Եվ թշնամիները հենց այնպես չէին տանում, կամ սպանելու, կամ ծառա գերի դարձնելու։ Եվ անհույս լացեցին մինչև ուժները վերջացավ։ Դրանից հետո Դավիթը հասկացավ, որ լացելով հարց չես լուծի։ Ինչ պետք էր աներ։ Դավիթի վիճակը մնացած բոլորից ավելի շատ տագնապալի ու վտանգավոր էր, որովհետև նրան ուղղակի ուզում էին քարկոծել, քարկոծելով սպանել, կատարվածի համար մեղադրում էին նրան։ Եվ 6-րդ խոսքում գրված է. բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Չկար մեկը, որ նրան զորացներ, չկար մեկը, որ ասեր ոչինչ, չկար մեկը, որ ասեր Սուրբ Հոգով մխիթարվի, չկար մեկը, որ ասեր ամեն բան լավ կլինի, չկար մեկը, կային մարդիկ բարկացած, հուսահատված, որոնք ուզում էին իրեն քարկոծելով սպանել։ Կարծես թե ելքը չկա, կարծես թե մղձավանջ է, գիշեր անհույս, բայց Դավիթը իր Տեր Աստծով զորացավ։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ես որպես առաջնորդ ուզում եմ, որ ինձ հետևողները վստահ լինեն, որ իրենց առաջնորդը մարդ է, ով այդպիսի իրավիճակներում իրենց զորացնում է Տերով։ Իր Տեր Աստծով։ Եվ ես ուզում եմ քեզ հորդորել, սիրելի բարեկամ, այդպիսի իրավիճակներում, եթե անգամ մարդ չկա, որ քեզ զորացնի, ոչ ոքի մի մեղադրի։ Քո Տեր Աստվածը կենդանի է, զորացի քո Տեր Աստծով։ Ալելույա։ Դու մենակ չես։
Նա քեզ չծնեց ու գցեց բախտի քմաճույքին։ Նա անգամ քո մազերի հաշիվը գիտի։ Զորացի նրանով, երբ որ զորանալու ոչ մի հույս չկա, երբ որ ոչ մի զորացնող չկա։ Հալելույա։ Նաև մենք բոլորս պիտի իմանանք, ինչ էլ որ մեզ հետ պատահում է, ինչ ցավ էլ որ մենք ունենք, մենակ չենք, բոլորն էլ ունեն իրենց ցավը, մեկն այնպիսի, մյուսն այսպիսի։ Ամեն մեկս մեր ճանապարհն ունենք, ամեն մեկս մեր դժվարությունն ունենք, երբեք չասես, դարդս պատմեմ կուլան սարեր, ճիշտ չի դա։ Քեզ քո Տեր Աստծով զորանալ է պետք։ Եկեղեցին կարևոր է նաև հենց սրանով, որ մենք այդ պահերին իրար կողք լինենք ու իրար զորացնենք ու իրար մխիթարենք, որ այս հրաշալի կիրակի օրով, որ իրար հետ ենք, բոլորս չենք, բայց կուզենայինք, որ բոլորը լինել, բայց բոլորը չենք, իրար մխիթարում ենք, հանգստացնում ենք, հորդորում ենք ու ասում ենք, պատգամ կա քեզ համար այս գրքի մեջ, քո Տեր Աստծուց պատգամ կա քեզ։ Մեր բոլորի կյանքում էլ լինում են պահեր, երբ մենք մեր դիմանալու կարողությունը հասկանում ենք, որ կրիտիկական սահմանագծին է հասել, եւ մենք էլ չենք պատկերացնում ինչպես շարունակել։ Եղել է քեզ հետ, որ դու մտածել ես, էլ որտեղից ուշ, էլ ուշ չունեմ, ծանր է, շատ է ծանր, էլ չեմ դիմանում, դու դեռ չգիտես, թե որքան դիմացք ունես դու, դու դեռ չգիտես, թե որքան դիմացք ունես դու մեծ դիմացկանության պաշար ունես քո արարչի կողմից, քո մեջ դրված, ոչ թե ուրիշ տեղ, դու այն պիտի բացահայտես եւ զորանաս քո Տեր Աստծով։ Դու պիտի տեսնես քո Տիրոջը քեզ հետ, նա քեզ մենակ չի թողել, դու ճակատագրի հույսին չես, դու Աստծո հույսին ես։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ես ծանր բաների մասին եմ խոսում, բայց ծանր իրավիճակում դու չես լինելու, որովհետև գիտեք ծանրը որն է, որ մարդուն ասում են, դե դավանի ու կբժշկվես, դավանի ու գրպաններդ կլցվի, դավանի ու փորձության չես հանդիպի, եւ այդ մարդը մեռնում է դավանելով, բայց հանդիպում է թե նրան, ամենածանրագույն գործը, ամենածանրագույն բանն է սա, որ խաբում են մարդուն։ Ճշմարտություն կա, այս երկրի վրա կան քամիներ, փոթորիկներ, լինելու են, փորձելու են, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես այստեղ գրված է, ոչ թե այնպես, ինչպես ինչ որ մեկը, ինչ որ տեղից մի չհասկացված խոսքա վերցրել ու արա, այո, դավանությունը հրաշալի է, ամուր պիտի բռնենք, ես դավանում եմ, ես մենակ չեմ, Տերը ինձ հետ է։ Ես դավանում եմ, որ Տերը քեզ հետ է, քեզ երբեք չի թողելու, փորձանքի մեջ մենակ չես, անուհիջ չես մնա, քանի անգամ ես հասել մինչև եզրին, բայց դեռ կանգնած ես, քանի անգամ ես հասել այնտեղ հուսահատության վերջի աստիճանին, բայց հանկարծ մի տեղից մի լույս է ծագել եւ դու ասել ես, ճիշտ են ասում, որ եթե մի դուռ փակվում է, մյուսը բացվում։ Ինչ որ մեկի հետ եմ խոսում, դու ուզում ես սա լսես։ Ես արդեն ասեցի, ես այսօր ուզում եմ ինձ քաջալերեմ, ես այսօր ինձ եմ քաջալերում, հալելույա։ Երկրորդ, լավ, սա ընդունենք որպես նախաբան, հիմա, Պողոս առաքյալը գրում էր իր վերջի թուղթը, կարող էր Պողոս առաքյալն ասեր, ես իմ գրիչը դնում եմ պատյան փառքով, Երկրորդ Տիմոթեոս թուղթն էր գրում, վերջի թուղթը, մարդն ապրել էր կյանքը, ապրել էր այնքան բեղում, այնքան արգասավբեր, այնքան պտղաբեր, այնքան գործ էր արել, որ որևէ մեկին նոր կտակարանում
չեմ հավատում, թե հաջողվել է այդքան գործ անել, թե 12 առաքյալներից որևէ մեկին, թե դրանից հետո եղող սերունդներից որևէ մեկին։ Պողոսը հիմք դրեց նոր կտակարանյան եկեղեցու աճին եւ առաջընթացին։ Պողոսը գրեց նոր կտակարանյան կանոնադրությունը, իհարկե տվել էր Հիսուսը, բայց դա մեկնաբանեց, որ ես ու դու հասկանանք։ Պողոսը հարյուրավոր եկեղեցիներ հաստատեց տարբեր մայրցամաքներում։ Եվ հիմա ինքը արդեն Տիրոջից հայտնություններ ստացել, որ պիտի արդեն գնա։ Եվ ինքը վերցրեց գրիչը ու սկսեց գրել նրան, ով պիտի փոխարինի իրեն, Տիմոթեոսին, նամակ գրեց։ Սա արդեն երկրորդ Տիմոթեոս թուղթն էր, որ գրում էր։ Ես շատ կարճ մի քանի համարներ կարդամ, որպեսզի անցնեմ իմ հիմնական խոսքին։ Երկրորդ Տիմոթեոս 1:7-ում ասում է. Տիմոթեոս, ուշադիր եղի, Աստված մեզ երկչոտության հոգին չտվեց, այլ զորության, սերի եւ առողջ բանականության, զգաստության հոգի է տվել Աստված։ 1. Եվ այնուհետև շարունակում է. Ես բոլորը իհարկե չեմ կարող կարդալ, դրա համար ծաղկաքաղ եմ արել։ Հաջորդը ուշադիր լսի, շատ կարևոր բաներ եմ ասում, ժամանակ չունեմ, իմ ժամանակն եկել է, ամոթ չհամարես, չարչարվել Տիրոջ վկայության համար։ Դա շատ կարևոր է, չհամարես ամոթ։ Այնուհետև 1:12 ես գիտեմ ում եմ հավատացել, դու էլի իմացի թե ում ես հավատում, որ նա իր տված ավանդով կպահի քեզ, իր տված ավանդով։ Այստեղ թարգմանության մեջ անհասկանալի պահ կա։ Նա ավանդ է տվել, որ այդ ավանդը քեզ կպահի մինչև այդ օրը։ Ավանդը բավական է։ Ավանդը քեզ ճանապարհին չի վերջանա։ Դու հասնելու ես վերջ։ Ես գիտեմ ում եմ հավատացել։ Ես գիտեմ, որ այդ ավանդը ինձ կհասցնի մինչև այդ օրը, նաև քեզ։ Այնուհետև 15 համարում առաջի գլխի։ Իմացիր, ինձնից հետ քաշվեցին բոլոր ասիացիները։ Իմացիր, թե ինչպիսի իրավիճակներ եմ ես անցել մինչև այստեղ եմ հասել։ Պողոսին թողել էին ամբողջ բոլոր ասիացիները, Ասիայի բոլոր եկեղեցիները, ուղղակի թողել էին։ Գրված է այստեղ կարդացեք։ Իմացիր, ինձանից հետ քաշվեցին բոլոր ասիացիները։ 16 համարում։ Միայն մի մարդ Ունեսիփոր անունով ինձ հանգստացրեց, Տերն էլ իրան հանգստացնի։ Միայն մի մարդ, համենայն դեպս այդ մի մարդը կգտնվի քո կյանքում։ Եթե բոլորը թողեն, ինչ որ մեկը կգտնվի քո կյանքում։ Մեկը կգտնվի քո կյանքում։ Օրհնյալ լինեն այդ մեկերը։ Ուզում եմ հայտնություն ստանաս։ Դու դառնաս այդ մեկը նրա համար։ Եվ լինես օրհնյալ հավիտյան։ Հանգստացրում կարող ես։ Հանգստացրու նրան էլ, որ Այն մեկին, որին ոչ ոք էլ չի հանգստացնում։ Չկա, բոլորը թողել են, հայտնվի Ունեսիփորի նման ու հանգստացրու նրան։ Ալելույա։ Ես իմ պատգամը ոնց որ թե բայց պիտի ասեմ։ Երկրորդ գլխի 11 համարը։ Մի խոսքով։ Ինչ ասեմ։ Եթե հետը չարչարվենք հետն էլ կթակավորենք։ Սա օրենք է, Տիմոթեոս ջան։ Սա իմ վերջի լավագույն մտքերն է, որին ես ճանաչել եմ, որոնց հասել եմ իմ ամբողջ կյանքի ու գործունեության ընթացքում, Աստծուն ճանաչելու։ Եթե հետը չարչարվում ենք, հետն էլ պիտի թակավորենք։ Ամեն։ Այնուհետև 3-րդ գլխի 5-6 համարը Մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, հպարտ, մատնի, ճանսուր, բանգուտ, ծնողներին աննազանդ, անժուշկալ, դաժան, որոնք աստվածպաշտության միայն կերպարանքն են ունենալու, իսկ զորությունն ուրացել են, դրանցից հետ քաշվի։ Հետ քաշվի։ Չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Քեզ ճշմարտությունն ասող մարդուն սիրի, որքան էլ դա դու չսիրես, սիրի ճշմարտությունը։ Հիսուսն ասավ, ճշմարտությունը կճանաչես եւ ճշմարտությունը քեզ կազատի։ Եվ եթե այդ ճշմարտությունը քեզ պիտի ազատի եւ այդ ճշմարտությունը դուրս է գալիս ինչ որ մի մարդու բերանից, որին դու չես սիրում, հանուն այդ ճշմարտության լսի այդ մարդուն։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը, քաշվի հետ քաշվի։ Եվ 4-րդ գլուխ սկսում է, ես քեզ երթմցնում եմ, սա շատ ուժեղ բառ է, շատ ուժեղ բառ, երբ որ հրեաները իրար հետ խոսելուց ասում էին երթմցնում եմ քեզ, ում որ երթմցնում էին,
Նա պիտի ամբողջ ճշմարտությունն ասեր եւ չէր կարող ասել երթմցնել, մերթմցնել չկա, ես ոչինչ քեզ չեմ պատասխանում, չկա այդպիսի բան։ Պիտի պատասխաներ։ Հիշում եք Հիսուսին, որ քահանայապետն ասավ. երթմցնում եմ քեզ կենթանի Աստծո անունով, դու ես Աստծո որդին։ Հիսուս չասավ, Հիսուս պատասխանեց, ամբողջ պատասխանը տվեց։ Այո, ես ոչ միայն Աստծո որդին եմ, այլ դու դեռ կտեսնեք զորությունով իջած։ Ամեն։ Եվ հիմա Պողոսն ասում է. այո։ Հուսով եմ էկրանի վրա կա։ Ամբողջ գլուխը։ Ես ուզում եմ կարդամ, հետևեք, սա շատ կարևոր է։ Ես երբ որ ես այս ամբողջ ընթացքն անցա Պողոսի հետ եւ անցել եմ սա այս 1-2 շաբաթվա ընթացքում, շատ եմ ամեն բառի վրա կանգնել եմ, ամեն բառի վրա, ամեն նախադասության վրա մտածել եմ եւ ես գիտեմ, որ մի քիչ երկար է, չձանձրանաք, լսեք, հաշվի, որ եկել ենք եկեղեցի իրար հետ Աստծո խոսքը կարդալու, դրանից լավ բան չկա, Աստծո խոսքից կարևոր բան չկա, ոչ մի քարոզ չի կարող համեմատվել Աստծո խոսքի ընթերցանության հետ, իրար հետ ընթերցում ենք։ Արդ երթմցնում եմ Աստծո եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին, քո թարգմանության մեջ ուրիշ բառ գրած, բայց ոչինչ։ Եվ որ դատելու է կենթանիներին եւ մեռելներին իր հարությունումը եւ թագավորությունումը։ Սա Պողոսի գրած վերջի գլուխն է, վերջի։ Պողոսը սրանից հետո գրիչը դրեց թանակամանի մեջ եւ այլևս չվերցրեց։ Հիմա լսեք ինչ է գրում։ Խոսքը քարոզիր, վրա հասիր թե ժամանակին լինի թե ժամանակից դուրս, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամեն երկայնամտությունով եւ վարդապետությունով, որովհետեւ ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն ընդունի, այլ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրենց վրա, իրենց լսելիքի համեմատ եւ իրենց լսելիքը ճշմարտությունից հետ կդարձնեն եւ առասպելների ետևից կմոլորեն, բայց դու արթուն կաց ամեն բանի մեջ նեղություններ կրելով ավետարանչի գործը գործիր, քո պաշտոնը կատարիր, որովհետեւ ես արդեն նվիրվում եմ եւ իմ բաժանվելու ժամանակը հասել է, Տերն էր ասել։ Պողոս, վերջացնում ես։ Շուտ արա, կտակդ գրի, վերջի գլուխդ գրի։ Եվ Պողոսը գրում էր արագ, ուրախ։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Սա լավ հիշեք, այս համարի վրա պիտի կանգնենք, բայց որպեսզի սա լավ հասկանանք, շարունակեմ մինչև 18 համարը։ Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ այն օրում արդար դատավորը, եւ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Շտապիր, որ շուտով ինձ մոտ գաս, որովհետև Դեմասն ինձ թողեց, այս աշխարհը սիրեց եւ գնաց Թեսաղոնիկե։ Այնքան Դեմասներ կան, որոնք բաժակն ավելի շատ են սիրում, քան Հովվին, քան եկեղեցուն։ Եվ փիլիսոփայություն են, որտեղ է գրած, որ պիտի ծառայես, այստեղ է գրած։ Եվ այսպես շարունակ, գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը Գաղատիա, Տիտոսը Դաղմատիա, Ղուկասն է միայն ինձ հետ, այստեղ էլ, օրհնյալ լինեն այս մեկերը, Ղուկասները։ Մարկոսին առնես հետդ բերես, որ ինձ ծառայության համար պետք է, Տիվկիկոսին ուղարկեցի Եփեսոս, վերարկում, որ Տրովադայումը Կարպոսի մոտ թողեցի, գալիս բեր, գրքերն էլ, մանավանդ մագաղատները, Աղեքսանդրոս Դարփինն ինձ շատ չարություն արավ, Տերը նրան հատուցում տա իր գործերի պես, դու էլ նրանից զգուշացիր, որ նա շատ հակառակ կեցավ մեր խոսքերին, Ատյանումն առաջի անգամ պատասխանելիս, ոչ, ոք չկանգնեց իմ կողմը, այլ ամենքն ինձ թողեցին, թող չհամարվի նրանց, իսկ Տերն ինձ մոտ կանգնեց և զորացրեց ինձ, որ ինձանով քարոզությունը հաստատվի և բոլոր հեթանոսները լսեն, և ես ազատվեցի առյուծի բերանիցը, և կփրկե ինձ Տերն ամեն չար բաներից և կազատի, կհասցնե իր երկնային արքայությունը, որին լինի փառք հավիտյանս հավիտենից, ամեն, հալելույա, ամեն, ամեն, ամեն,
Բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Հիմա սրա վրա ենք, սրա շուրջն ենք պտտվելու։ Ամեն անգամ կասեմ, թե չասեմ, դու իմացի որտեղ ենք։ Մարկոս 13:13-ում Հիսուսն ասում էր. բայց ով որ մինչև վերջ համբերին նա կապրի։ Մենք ընթացքի մեջ ենք։ Մենք պատերազմի մեջ ենք։ Մենք պատերազմում ենք, մենք ճանապարհ ենք անցնում, մենք հավատքի փորձություն ենք ունենում։ Հիսուսն էլ ասում էր. ով որ մինչև վերջ։ Հայտնություն 3:6 հավատարիմ եղիր մինչև մահ եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Մինչև մահ։ Քանի քո բերանում շունչ կա, դու պատերազմի մեջ ես։ Քանի քո բերանում շունչ կա, դու ճանապարհ ես անցնում։ Այո, մահվան մահճում ամեն մարդ ճանապարհ է անցնում։ Քանի դու կաս, հավատքդ կփորձվի։ Վերջի պահին աչքերդ փակելուց եւ վերջի շունչը փչելուց առաջ սատանան փսփսալու է ականջիդ հավատքդ պահի։ Իմ սիրելի բարեկամներ, մինչև ավարտելու համը չզգանք մենք, մինչև հանձնարարությունը ավարտին չհասցնենք, մինչև ամբողջ ճանապարհը չանցնենք, մենք մեզ չենք կարող հարգել եւ բավարարված մեզ չենք կարող զգալ։ Եթե դու իսկապես նվիրյալ ես, ուխտավոր ես, եթե դու աշակերտ ես, եթե դու հետևորդ ես, բարի պատերազմը պատերազմեցի։ Ինչպես, երբ, փորձենք մի փոքր նորից էլի վերադառնանք Պողոսի կյանքը, Գործք 9-րդ գլուխ, 22-25 համարներու մեջ կարդանք։ Պողոսին Դամասկոսում որոշեցին բռնել ու սպանել։ Դամասկոսը, այսինքն ժամանակի բոլոր քաղաքները պարսպավոր քաղաքներ էին, եւ այդ պարսպավոր քաղաքների մեջ կարելի էր մտնել միայն դռնով եւ դուրս գալ միայն դռնով, ուրիշ ճանապարհ չկար։ Դրանք ամրոցներ էին։ Եվ Պողոսը գիտեր, որ իրան պիտի սպանեն։ Այդ քաղաքից բրծում չկա, այն ժամանակ այս մեծ մեգապոլիսները չէին եւ 10 միլիոն, 20 միլիոն, 30 միլիոն ժողովուրդը չկար, մի քանի հազար մարդ էր։ Թեկուզ Դամասկոսը։ Եվ ինչ եղավ։ Աշակերտները մտածեցին, ընկերները մտածեցին, ինչպես այս մարդուն փրկենք։ Ինչ եթե կարծում ես դու այդպիսի մի քաղաքում ես եւ քեզ ուզում են սպանել շատ հանգիստ։ Ուղղակի պատուհանով իջացրեցին քթոցով ու փրկվեց։ Ճանապարհ էր անցնում։ Ես չգիտեմ ինչով ես անցնում։ Ես չգիտեմ ինչ մարտահրավերներ ունես։ Ինչ նեղությունների միջով ես անցնում, բայց ելք կա։ Պատերազմի բարի պատերազմդ։ Եթե դու գտնվում ես այո այդպիսի մի իրավիճակում, չի թվում ինձ թե շատ հավատքի մասին խոսացողներն այդ պահին կշարունակեն հավատքի մասին խոսել։ Երբ որ խնդիրը քեզ է վերաբերվում, որոշել են քեզ սպանեն։ Ես հավատում եմ ինձ չեն սպանի, կսպանեն։ Վճիրը շատ է վերջնական։ Եվ այդպիսի շատերին սպանել են, հազարներին են սպանել։ Պողոսին էլ կարող էին սպանել, բայց Պողոսը դեռ անելիք ուներ։ Ես չգիտեմ ում ժամանակը երբ է հասնում։ Երկրորդ Կորինթացիների թղթի մեջ ես ուզում եմ մի հատված կարդալ 11-րդ գլխից 23-ից 33 համարները։ Քրիստոսի պաշտոնյաներ են, հիմարությունով եմ ասում, թե ես ավելի մանավանդ աշխատանքներով, ծեծերով, էլ ավելի, բանտերի մեջ, մանավանդ, մահերով, շատ անգամ, մանավանդ, հրյաներից 5 անգամ 40-ից 1 պակաս ծեծ ընդունեցի, 3 անգամ ձախկով ծեծվեցի, 1 անգամ քարգոծվեցի, 3 անգամ նավակոծ եղա, 1 ցերեկ եւ 1 գիշեր անդունդում մնացի, շատ անգամներ ճանապարհներում, գետերից վտանգներ, ավազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մեջ վտանգներ, անապատի մեջ վտանգներ, ծովի մեջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ, ջանքի մեջ եւ աշխատանքի մեջ, շատ անգամ արթնությունների մեջ, սովի եւ ծարավի մեջ, շատ անգամ ծոմի մեջ, ցրտի եւ մերկության մեջ, բացի արտաքին նեղությունները ինձ վրա կիտվում էր ամեն օր, ամեն եկեղեցիների հոգսերը,
Ով կտկարանա եւ ես չեմ տկարանա, ով կգայթակղի եւ ես չեմ բորբոքվիլ։ Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարություններով կպարծենամ։ Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում, Դամասկոսում Նարիա թագավորի ազգապետը, դամասկացիների քաղաքում պահապաններ էր դրել, որ ինձ բռնեն, եւ ես պատուհանիցը քթոցովը կախվեցա պարսպից եւ փախա նրա ձեռքից։ Ո Տեր իմ Աստված, սա Պողոսն է, մեծագույն առաքյալը, որ հիմա իր փոխարինողին ասում է, նա իմ օրինակին, իմ նմանող եղի, ես այս ճանապարհն անցել եմ, բարի պատերազմս պատերազմել եմ, ահա իմ բարի պատերազմը, տես թե ինչպիսի դաժան էր, տես թե ինչպիսի ծանր էր, բայց ես մինչև վերջ, հասել եմ վերջը, իմ գնալու ժամանակն է։ Ես որոշել եմ, ես պիտի պատերազմեմ, ես պիտի պայքարեմ, ես չեմ հանձնվելու, ես պիտի պայքարեմ ու պատերազմեմ իմ դժվարությունների մեջ, իմ ցավերի մեջ, իմ վախերի մեջ, իմ արցունքների մեջ։ Ամեն ասա, եթե ինձ հետ ես, եթե դեռ չընկճվեցիր, ես պիտի հաղթեմ, որովհետև հավատքը հաղթություն է։ Ամեն։ Ես այն առավոտյան պիտի այնտեղ լինեմ։ Առավոտը հրաշալի է լինելու։ Հիմա պատերազմի մեջ եմ։ Շատ դժվար է։ Առավոտը հրաշալի է լինելու։ Ուզում եմ ինչ-որ մեկին քաջալերել ու ասել. չանձնվես, չթողես, պատերազմիր, դիմացիր, մինչև վերջ, ով որ մինչև վերջ համբերի։ Ես պիտի համբերեմ մինչև վերջ։ Ուզում եմ ոմանք ինձ քաջալերեն ու ասեն. հովիվ դիմացիր, չանձնվես, պայքարը չթուլացնես։ Այս է քաջալերանքը, հասկանում եմ։ Պայքարը չթուլացնես, համբերիր մինչև վերջ։ Մենք քեզ ենք նայում, մենք քեզ համար աղոթում ենք։ Ալելույա։ Ես ուզում եմ ինչ-որ մեկին խրախուսեմ, քաջալերեմ։ Ուզում եմ ասել Պողոսի նման, այս ամեն չարչարանքները ոչինչ չարժեն այն փառքի համեմատ, որ մեզ պիտի հայտնվի։ Ես այդ փառքի հայտնվելուն եմ սպասում։ Ծանր այո, երբեմն մինչև մի քանի մնացած մազերս վրդովված են լինում ցավից։ Ոմանք հանձնվում են, որովհետև ամեն բան դառնում է անկառավարելի։ Այո, երբեմն քո կյանքի մեջ կարող են պահեր հայտնվել, որ անկառավարելի եւ անվերահսկելի է դառնում ամեն բան։ Վախկոտ եւ չհասունացած մարդիկ այդ ժամանակ ուղակի դուրս են գալիս պատերազմից, ուղակի հանձնվում են, ըմբոստանում են, բողոքում են։ Չանես այդ բանը։ Բարի պատերազմը պատերազմի, մինչև վերջ։ Որքան էլ դժվար լինի, ես որոշել եմ գնալ մինչև վերջ, դիմանալ մինչև վերջ, պայքարել մինչև վերջ, համբերել մինչև վերջ։ Այո, քաջալերեք ու ինձ ասեք, գնա մինչև վերջ, չվախենաս, չթուլանաս։ Պողոսին հաջողվեց, քեզ էլ կհաջողվի։ Որքան էլ իրավիճակները լինեն անցանկալի, դիմացիր, համբերիր, մինչև վերջ։ Կարողանում եմ ինչ-որ մեկին քաջալերել ինձ հետ։ Սիրելի բարեկամ, որքան էլ քո պատերազմը ծանր լինի, իրավիճակներն անցանկալի, չհանձնվես, եղիր հավատարիմ մինչև վերջ, եղիր հավատարիմ քո Աստծուն, քո կոչումին, քո գործին, քո ընտանիքին, քո եկեղեցուն, քո ընկերությանը, հավատարիմ եղիր մինչև վերջ։ Ես մի քանի խոսքով ուզում եմ ընտանիքի մասին խոսեմ։ Ես շատերին եմ ամուսնացրել։ Կներեք, եթե հանկարծ պատահաբար մեկին կպնեմ, դիտավորություն չունեմ։ Շատերին եմ ամուսնացրել։
Պսակադրության ժամանակ հարցնում եմ, կլինես հավատարիմ, հիվանդության թե առողջության ժամանակ, հաջողության թե անհաջողության մեջ, սիրես, պահես, խնամես, դե իհարկե այո, վերջացրու այո։ Բայց մեկ էլ չեմ կարող նրա հետ ապրել, հիասթափվել եմ։ Դուք իրավունք չունեք ամուսնանալ, եթե պատրաստ չեք ամբողջ կյանքում պայքարել, տառապել, համբերել, դիմանալ, լինել հավատարիմ մինչև վերջ, ձեր կնոջը, ձեր ամուսնուն, մինչև վերջ, որքան էլ դա դժվար լինի։ Բարի պատերազմս պատերազմեցի եւ ավարտեցի, ընթացքս անցա եւ վերջացրեցի, հավատքս մինչև վերջ պահեցի, մինչև վերջ։ Դու դեռ վերջը չես, վերջում չես դեռ, չես ասել վերջ։ Տերն ինձ չի ասել, որ ինձ տանելու է, եւ դրա համար ես էլ չեմ ասում ես վերջացրել եմ։ Ես ասում եմ ես պատերազմի մեջ եմ։ Ես ընթացքի մեջ եմ։ Ես հավատքը պահում եմ։ Հալելույա։ Տարիներ առաջ ես դեռ նոր երիտասարդ հովիվ էի, 24-25 տարեկան, և ինձ մի կին չեմ կարող մանրամասները հիշել արդեն բոլորովին ոչ երիտասարդ, ծեր մի կին 70-նանց, մի պատմություն պատմեց, թե ինչու պատմեց, հիմա չեմ կարող հիշել, որովհետև անցել է դրանից մոտավորապես 40 տարի և ես դժվարանում եմ, բայց հիշում եմ, չգիտեմ ինչ խոսակցություն եղավ, և այս կինը 80-նանց 90-ի մոտ կինը 24 տարեկան թե 25 տարեկան հովին ինչ-որ բան է պատմում և պատմեց հետևյալը, որ ամուսինս 45 թվականին ֆրոնտից վերադարձավ, ճակատից վերադարձավ, պատերազմից վերադարձավ, բոլորովին իմպոտենտ։ Եվ ոչ ոք չեր իմացել, ու ասավ, առաջին մարդը դու ես, որ այդ մասին քեզ ասում եմ, թե ինչու էր ասում, չգիտեմ։ Միգուցե որ 40 տարի հետո ես քեզ ասեմ, ու ասեմ համբերի մինչև վերջ։ Դուք հասկանում եք, թե ես ինչու եմ ասում։ Մարդկանց կյանքում, թե կանանց, թե տղամարդկանց կյանքում տարբեր ժամանակահատվածներ են գալիս, տարբեր սեզոններ են գալիս։ Արդեն գնաց։ Հավատարիմ եղի մինչև վերջ։ Հավատարիմ եղի մինչև վերջ, հավատարիմ եղի մինչև վերջ, դիմացի։ Լսեք, ամուսնացածներ և ամուսնանալ ցանկացողներ, ամուսնությունն անհամեմատ ավելի մեծ է, ավելի վեհ է, ավելի սուրբ է, աստվածային է, քան միասին մեկ անկողնում քնելը։ Լսեք, ես հիասթափվել եմ, իսկապես, եղեք հավատարիմ մինչև վերջ, համբերեք մինչև վերջ, սիրեք մինչև վերջ, ծառայեք մինչև վերջ, հավատքը պահեցի, հայտարարում էր Պողոսը, հավատքը պահեցի, սիրելի բարեկամ, Երկրորդ Կորինթացիս 1:8-10 համարները ես ուզում եմ կարդալ։ Վասնզի չեմ կամենում եղբայր, որ դուք չգիտենաք այն նեղությունները, որ Ասիայում մեզ եղավ, որ մեր կարողությունից ավելի ծանրաբեռնվեցինք, մինչև որ կյանքի հույսն էլ կտրել էինք, բայց հենց մենք ինքներս մեզ վրա մահվան վճիռն ունեինք, որպեսզի մեր անձերի վրա հույս չդնեինք, այլ Աստծո վրա, որ մեռելներին հարուցանում է, որ այդպիսի մահից փրկեց մեզ, եւ փրկում էլ է, որ հույս ունենք, թե տակավին կփրկի էլ ձեզ մեզ համար արած աղոթների օգնությամբ, որ շատ մարդկանց մեզ եղած շնորհքի համեմատ շատերի ձեռով գոհություն մատուցանվի մեզ համար։ Ալելույա։ Հավատքը պահեցի այս վիճակում, հույսս կտրել էի կյանքի վրա, բայց հավատքս պահեցի։ Հույսդ կտրել ես արդեն կյանքի վրա, բժիշկներ էլ հույս չեն տալիս, հավատքդ պահի։ Պահի հավատքդ, ինչ իրավիճակի մեջ ես պահի հավատքդ, ծանրաշատ պահի հավատքդ, լացելով պահի հավատքդ, աղաղակելով պահի հավատքդ, Տիրոջ առաջ սիրտդ բացելով պահի հավատքդ, մինչև վերջ,
Մինչև վերջ։ Մենակության մեջ ես հավատքդ պահի։ Պողոսն ասում էր, բոլորն ինձ թողեցին, բայց ես կանգնեցի, Տերը կանգնեց կողքս։ Բոլորն ինձ թողեցին ատյանում, փախան։ Փախնողներն ավելի շատ են, քան կողքը կանգնողները։ Միշտ այդպես ա եղել, այսօր էլ այսպես։ Քանի ամեն բան լավը հայտնվում են, քանի հեռանկար կա հայտնվում են, հանկարծ այդ առնետական զգացողություններով զգում են, որ ինչ-որ դժվարություն կարող է լինի։ Պողոսին արեցին, քեզ էլ կանեն։ Տերը քո կողքից չի հեռանալու։ Բոլորը ինձ թողեցին, երբ որ ատյանում կանգնած էի, բայց Տերը կանգնեց իմ կողքը ու ինձ զորացրեց։ Տերը կանգնեց իմ կողքը ու ինձ զորացրեց։ Ես սրանով եմ մխիթարվում։ Տերը կանգնեց իմ կողքը եւ ինձ զորացրեց։ Այսօր Տերը իմ կողքին կանգնած է ու ինձ զորացնում է։ Մարդկորեն տանելը դժվար է։ Տերը քո կողքին կկանգնի։ Հավատքդ պահի։ Պահի հավատքդ։ Լսում ես, հավատքդ պահի։ Պահի հավատքդ։ Մինչև վերջ։ Պայքարի, մինչև վերջ, չթողես։ Դեմասը թողեց քեզ, այս աշխարհը սիրեց, պահի հավատքդ։ Մատնեցին քեզ, դավաճանեցին քեզ, հավատքդ պահի։ Դարբին Ալեքսանդրոսը շատ վնաս տվեց քեզ, հավատքդ պահի։ Ինչ որ մեկին հիմա ես քաջալերում եմ, պահիր հավատքդ։ Բամփասում եմ պահիր հավատքդ, դավաճանում եմ պահիր հավատքդ, ուրանում եմ պահիր հավատքդ, հիվանդ ես պահիր հավատքդ, ընտանիքդ է դժվարության մեջ, պահիր հավատքդ, երեխաներդ են անհնազանդ, չար, պահիր հավատքդ, կորցրել ես աշխատանքդ, տունդ, պահիր հավատքդ, միգուցե ավելի թանկ բան ես կորցրել, պահիր հավատքդ։ Ինչ որ մեկը թող ինձ քաջալերի ու ասի, հովիվ պահիր հավատքդ։ Գիտենք դժվար է պահիր հավատքդ, գիտենք բազմակողմանի է դժվարությունները։ Միևնույն է պահիր հավատքդ։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 9:23-ում ասում էր, թվարկելով իր քաշած նեղություններն ասում էր, այս անում եմ ավետարանի համար, արա այդ ավետարանի համար, արա այդ Աստծո համար, պահի հավատքդ պահի, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, վերջացրել եմ, Տիմոթեոս, վերջացրել եմ, քեզ էլ հանձնարարում եմ, անես այդպես, իմ օրինակին, թող երիտասարդությունդ էլ ոչ մեկին չխանգարի, քեզ հանձնարարում եմ ավետարանչի գործը գործի, նեղությունները քաշի, որ հետը նեղություններ կրես, հետն էլ փառքը կմտնես։ Պահիր հավատքդ։ Որոշ իրավիճակներ կան, որոնց հետ մենք պիտի ապրենք մեր ամբողջ կյանքում։ Գիտես այդ մասին։ Որոշ բաներ կա, որի հետ դու պիտի ապրես ամբողջ քո կյանքում, եւ դավանելն էլ քեզ չի օգնի, եւ ոչինչ չի օգնի։ Դու գիտեք ինչի մասին եմ խոսում։ Կարող եմ ավելի խորը տեղեր գնալ, բայց թույլ տվեք խղճամ քեզ։ Ես ուզում եմ իմ պատերազմը պատերազմեմ, իմ ընթացքը կատարեմ, իմ հավատքը պահեմ։ Դու պատերազմիր։ Ես ինչ որ բան ասեցի։ Ես ասեցի իմ, դու պատերազմի քո պատերազմը, դու անցի քո ճանապարհը, դու պահի քո հավատքը, որովհետև իմն ուրիշ է, քոնն ուրիշ, ես ուրիշ բնագավառում եմ, դու ուրիշ բնագավառում, եւ երբեք քո բնագավառը ամենածանրը մի համարես, ամեն մարդու շապիկն իր մարմնին է մոտ, ամեն մարդու ցավը իրենա ցավ տալիս, եւ
Եվ սա գաղտնիք չի, որ ամեն մեկս մեր ցավը քաշում ենք առանցին, թեկուզ 100 հոգի քեզ կարող են կարեկցել, մխիթարել, բայց ցավդ քաշելու ես առանցին։ Մենակ։ Եվ ոչ մեկը չի կարա վերցնի կեսը։ Որոշ էժան մխիթարողների մխիթարությունից ավելի բարկանում ես ու ասում ես երանի լռեիր։ Դու չես հասկանում անգամ ինչ ես խոսում։ Դու չես հասկանում, որ վիրավորում ես ինձ մինչև սրտից խորքը։ Երկու տարի առաջ էր, երբ որ մեզ շատ ծանոթ Սերգեյ Յուրիչի տիկինը մահացել էր, երբ որ ես թաղմանն էի, գիտեք ինքը ինչ ասավ։ Ասավ Ռուբիկ եղբայր, ես այսուհետև թաղումներին զգուշ պետք է արտահայտվեմ։ Մարդը, որ արդեն 40 տարի հովիվ ու ավակ հովիվ, հազարների հովիվ, ասում է Ռուբիկ եղբայր, ես արդեն պետք է զգուշ արտահայտվեմ։ Մարդիկ ասում են, ես մարմինը հողին պետք է դառնա, հասկացանք հարգանքով, բայց չէ որ ես մարմինն ասում եմ իմ համար թանկ մարմինը։ Դուք հասկանում եք։ Բաներ կա, նուրբ բաներ կա, որոնք մարդը հասկանում է իր ցավի մեջ։ Իհարկե մարմինը հողին պետք է դառնա, իմը եւ ձերը։ Բայց մինչև այդ մենք խնամում ենք, մենք պաշտպանում ենք, մենք համբուրում ենք, մենք վրեն դողում ենք, մենք սիրում ենք, փայփայում ենք մերը եւ հարազատներինը։ Ես պատերազմում եմ իմ պատերազմը, դու պատերազմի քո պատերազմը, անցի քո ընթացքը, պահի քո հավատքը, դիմացի։ Ռուբիկ եղբայր ծանր է երբեմն, գիտեմ։ Հիսուսն ինքը անցավ այդ ճանապարհը, որ մեզ հասկանա, այդպես է գրված, որ կարեկից լինի։ Հիսուս գիտի ամեն բանի մասին։ Դու իրան չես կարող մի ցավի մասին ասել, որ ինքը տեղյակ չի, ու քեզ հարցնի ինչ է դա։ Այ ինքը կարող է քեզ բան ասի, դու չհասկանաս, հարցնես, ասես ինչ է դա, եւ ինքը կբացատրի։ Այն որ ասում էր հոգիս մահվան չափ տրտում է, մահվան չափ, նա ամեն բան գիտի։ Մեր Տերն ալֆան է եւ օմեղան, սկիզբն է եւ վերջը, առաջինն է ու վերջինը։ Նա, որ այս բարի գործը սկսեց ձեզանում, նա սկսել է այդ բարի գործը։ Հալելույա։ Ֆիլիպպեցիս 1:6 Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա, որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարել մինչև Քրիստոսի օրը, մինչև լուսաբաց։ Հալելույա։ Որքան էլ խավար լինի գիշերը, լուսաբաց կա։ Լուսաբացը հրաշալի է լինելու։ Եվ սիրելի քրիստոնյա, եթե դու լուսաբացի այդ փառավոր սպասումով չես ապրում, այնքան մեղք ես դու։ Չգիտեմ ինչ քարոզ են տալիս, ինչով ես ոգևորվում, հա, եթե հավատաս, հիմա sense կլինի մի հատ լավ տուն կունենաս, հետո։ Ուրեմն են բոլոր լավ տուն ունեցողներն արդեն երջանիկ են։ Այսքան փող կունենաս, հետո այս շատ փող ունեցողները երջանիկ են։ Արդյոք։ Ամենամեծ հիասթափություն ունեցողները հենց այդ մարդիկ են, որ ամեն ինչ ունեն եւ կյանք չունեն։ Կյանք, հավիտենական կյանք։ Ես կյանք ունեմ, հավիտենական կյանք։ Երբ որ դու ճանաչում ես Աստծուն, այստեղի զիբիլները քեզ քիչ են հետաքրքրում։ Այնքան անիմաստ է դառնում։ Պահիր հավատքդ։ Գիտեք, Պողոսի համար դժվար էր։ Սեփական խայթոցը մարմնում, Պողոսը շարունակում էր ուրիշներին իրենց խայթոցից ազատել։ Այդ անում էր ավետարանի համար։ Այսպիսի ցավ էլ կա։ Ես հիշում եմ մի օր շատ մի ծանր իրավիճակում, որ ես տեղս չէի գտնում, հենց իմ առանձնասենյակում նստած, տեղս չէի գտնում, հանկարծ եկավ մի կին, չասեմ ով, երբ, ինչ, ու մոտավորապես
Խնդիրը նույն բնույթի նույն բովանդակությամբ էր, բայց իմ պատկերացմամբ 1000 անգամ ավելի թեթև քան իմը։ Եվ ժամ ու կես այդ մարդը ժամ ու կես իր դարդն էր պատմում, որ սարերը լացեն։ Հասկանում եք։ Պողոսը, որից թաշկինակներ էին տանում եւ դնում էին հիվանդների վրա, բժշկվում էին, հիմա խայթոց էր տրված։ Եվ Պողոսն այդքան զարգացած չէր մեր պես ներողություն, որ դավանելով խայթոցն անցներ։ Ուղղակի նա հին ավանդական հետամնաց մարդ էր։ Գնում էր Աստծո մոտ, ծնկի էր գալիս ու խնդրում էր, ասում էր Տեր, եթե կարելի է, թող այս խայթոցը ինձանից անցնի։ Մեկ անգամ աղոթեց, հերիք էլ չաղոթեց, երկրորդը գնաց, երրորդը Տերն ասավ, Պողոս, այլևս վերջ, էլ չխնդրես։ Այդ խայթոցից դու երբեք չես ազատվելու։ Հասկացար։ Հասկացա Տեր։ Մի խստացրեք ձեր սիրտը, եթե ցավ եք ունեցել կամ ունեք։ Կարեկից եղեք բոլորի նկատմամբ, թեկուզ ձեր ցավից 1000 անգամ թեթև ցավի հանդիպած մարդու, երբ որ հանդիպում եք, օգնեք նրան, սատարեք նրան, կողքը կանգնեք, զորացրեք նրան։ Ես որոշել եմ ամենադժվար պահերին էլ պատերազմեմ բարի պատերազմը, գնամ մինչև վերջ իմ մրցած պարեզում եւ պահեմ հավատքը եւ լինեմ օգտակար ուրիշ մարդկանց համար, նաեւ քեզ համար, սիրելի բարեկամ։ Եկեք մինչև վերջ գնանք, մինչև վերջ, որովհետեւ հավատքը շանս է հաղթության, հավատքն է մեզ երկինք տանելու, իմացիր։ Ոչ ոք քեզ թույլ չի տա, որ քո ճաշակով դասավորես քո կյանքը։ Լսում ես։ Կյանքն այնպիսին է, ինչպիսին որ Աստված նախատեսել է։ Կյանքն ավելի լուրջ է, քան դու պատկերացնում ես։ Քո ճաշակով չդասավորես կյանքը, չի ստացվելու։ Լավ, քանի որ թույլ տվեք մի շատ հեռավոր նմանությամբ մի օրինակ բերեմ, շատ հեռավոր մի նմանությամբ։ Երբ որ մենք մեր առաջի տղային ամուսնացրեցինք, երբ որ հարցն եկավ, շատ ժուրնալներ, երբ որ երեխա էին սպասում, շատ ժուրնալներ կարդաց եւ այնտեղ իմացավ, թե երեխային քանի ժամը մեկ պետքա կերակրեն, ինչպես պետքա կերակրեն, որ այդ կերակրելու արանքում չարժի ուրիշ բան եւ այլն, եւ այսպես պիտի անեն եւ այսպես, եւ ինքը վստահ որոշել էր, որ այսպես պիտի լինի։ Ծնվեց մեր առաջին եք թոռը։ Եկավ, ասավ, դե հիմա լսեք։ Այդ ձեր ժուրնալները դեն գցեք։ Պիտի խնդրեք, որ իմ ցանկացած ժամանակ մի փոքր բան ուտեմ։ Պիտի խնդրեք, որ գիշերը ձեզ թույլ տամ 1 ժամ քնեք։ Եվ այդպես էլ վարվեց, մինչև համարյա մի տարեկան։ Դու ամուսնանալուց առաջ ծրագրել էիր, չէ՞, թե ինչպիսին պիտի լինի քո ամուսինը, ինչպիսին պիտի լինի քո կինը։ Որովհետև գնացիր գյուղից մի մատ երեխա բերեցիր, որ ոնց ուզես գրացնես, հանկարծ եկավ, ասավ, դե հիմա լսեք, տղերք, ես կուրնանցեք, տղերք, ես կուրնանցեք, և դու երբեմն անզորությունից ատամներդ սեղմում ես, Ռուբիկ եղբայր, լսեք, ես ակնարկ չունեմ, ես ամեն ինչ շատ պարզ ասում եմ, դա իմ ընտանիքին չի վերաբերում, փառք Տիրոջը, լսեք, բայց կյանքը դասավորում Աստված, ամեն, ոմանք ասում են, թեթև ապրի, դավանի և կփոխվի, դե ինչ, փորձեք, միգուցե ստացվի, բայց թույլ տուր ինչ-որ բան ասեմ փագագծերի մեջ, ամեն դեպքում ձեռք կբերես և կպահես ես քարոզը, հետագայում, 20 տարի, 30 տարի, 40 տարի հետո կարողա պետք կա քեզ, թեթև ապրի, մինչև այն օրը, ռուսներն ասում են դո պարի, դո վրեմինի, մինչև, լսում եք,
Եղիր հավատարիմ, ինչի միջով անցնում ես, եղիր հավատարիմ, մնա հավատարիմ, մնա քո կերպարին հավատարիմ, մնա քո Աստծուն հավատարիմ, դեմքդ մի կորցրա, սկզբունքդ մի կորցրա, վայ, հանուն որևէ բանի, սոված մնա, բայց մի կորցրա, զսպի, դիմացի, Պողոսն ասում էր, գիտեմ, ես էլ անել, են էլ անել, ամեն ինչ գիտեմ անել, նա քեզ հետ է և խոստացել է չթողի քեզ և երեսիդ չձգի, ամեն, նա քեզ ասել է, կրակից քեզ հեռու չեմ պահի, բայց կրակի մեջ քեզ կպահեմ, ինչի հնարավոր չի կրակից հեռու պահես, ոչ, կրակը քեզ պետք է, ես կրակի մեջ քեզ կթողեմ այնքան ժամանակ, մինչև ավելնորդ բաները կրակը վրայիցդ վառի, չեք հասկանում, քո գծավոր պատմությանը մի օր հագիցդ պիտի հանեն, որովհետև դրանով շատ ես բարձենում, դա քո առավելությունն է, քո հայրը բոլորից լավ է քեզ վերաբերվում, կհանեն, քեզ կրակի մեջ կթողեն, շատ ես սիրում պճնվել, հագնվել, դրան քեզ պետք չի, կրակը դրանից քեզ կազատի, բայց ինչպես հոբին, պարագայում ասավ, հոգուն չկպնես, ես լուրջ բաները, խորը բաներ եմ ասում, մտածեք, հոգուն չկպնես, կացնես կրակների միջով և կրակները քեզ չեն այրի, անձդ չեն այրի, հոգիդ չեն այրի, բայց շատ բաներ կայրեն, բնավորությունդ կայրեն, ուրիշ բաներ կայրեն, թող լինի, չասավ քեզ կրակից հեռու կպահեմ, բոլորովին կրակ չես տեսնի, ջրերի միջով կանցնես, խեղդվելուն շատ մոտ կլնես, միգուցե մի քանի անգամ էլ խորասուզվես ու բարձրանաս, բայց չես խեղդվի, որովհետև ես քեզ հետ եմ, ձեռքդ դիքո վրա, նայի կողքինիդ, ասա Տերն ինձ հետ է, ասա, Տերն ինձ հետ է, նա խոստացավ չթողնել ինձ և երեսի չձգել, Հոբն ասում էր, թող նա ինձ փորձի, ես ընտիր դուրս կգամ, գիտեք, թրջվողը, ջուր մտնող էլ թրջվելուց չի վախենում, Հոբը գիտեք երբ ասեց, էլ որ ոչինչ չուներ կորցնելու, չէ, կին ուներ, ասում էր թող փորձի, միևնույն անտիր եմ դուրս գալու, փորձություն մի պահանջեք, այլ աղոթեք, Տեր, մեզ փորձության մի տար, այլ ազատի չարից, բայց երբ որ գալիս է փորձության պահը, բոլորովին օտար բան մի համարեք, ասում է Հակոբոսը, ասում է Պետրոսը, բոլորովին օտար բան մի համարեք, դրանք գալիս են ձեզ ավելի կայացնելու համար, իսկ ինչու առանց ցավի հնարավոր չի, հնարավոր չի, ես մի պատմություն կարդացի մի կնոջ մասին, որ իր աղջիկը տառապում էր մի հիվանդությամբ, որ ցավ չէր զգում, կարող էր ձեռքը մտցնել եռացած ջրի մեջ, ձեռքը վառվեր, բայց ինքը ցավ չէր զգում, կարող է ոտքը դներ, չգիտեմ, մի սրածայր մի մետաղի վրա և այդ մետաղը մտներ ոտքը մինչև վերջ ու ինքը ցավ չէր զգում, դա է ինչ-որ տեսակի հիվանդությունը, և այդ կինը ասում էր, ես ամեն օր Տիրոջն աղոթում եմ, որ իմ աղջկան ցավ զգալու այդ հաճույքը պատճառի։ Հորուբիկ եղբայր շատ ես տխրացնում, չէ, ես քեզ զորացնում եմ, ես ինքս զորանում եմ, ուզում եմ իրար հետ զորանանք, դու ավելի ուժեղ պիտի լինես, և ես համոզված եմ այսօր ավելի դու շատ ավելի իմաստուն ես այստեղից տուն գնալու, քան երբևէ գնացել ես, դու արդեն շատ հարցերի ուրիշ տեսանկյունից կնայես, էլ ոչ մեկին չես մեղադրի, եթե ինքը էսի չաներ, ինչ, բա ուր է քո Աստվածը, հույսը իմ վրա է, ասում անիծված լինի այն մարդը, որ իր հույսը մարդի վրա դրեց, հովիվ, եթե այս ինչ տարի
Ինչ։ Բա ուրա քո Աստվածը։ Դու կարծում ես առանց Աստծո կամքի եմ ես այդպես վարվել քեզ հետ։ Բոլորովին ոչ։ Ասում էր ես իմ ծառա Նաբոգոդոնոսորին, Բաբիլոնի թագավորին պատվիրել եմ, որ գա քեզ դաստիարակի։ Հալելույա։ Տեսնենք Հիսուսին, որին ուզում ենք նմանվենք, ում հետքերով ուզում ենք քայլենք։ Ասում էր հոգիս մահվան չափ տրտում է։ Այնքան էր վիրավիճակը վատ, որ անգամ իր թերահավատ աշակերտներին խնդրեց, որ իր համար աղոթք անեն։ Հասկանում եք, դուք կարդացել եք, Պետրոս, Հակոբոս, Հովանես, այն 12-ի միջից ես ձեզ ընտրեցի։ Մի քիչ որակովը դուք եք, արեք ինձ հետ պայքարեք, հոգիս մահվան չափ տրտում է, աղոթք արեք, գոնե 1 ժամ խնդրում եմ, աղոթք արեք, սա Հիսուսի խոսքերն էր։ Հիսուսն արդեն մարդուց աղոթքի օգնություն էր պահանջում, պատկերացնում եք ինչ ծանր էր վիճակը։ Եվ 3 անգամ գնաց ու աղոթք էր անում ու խնդրում էր. Հայր, եթե կարելի է, չխաչվեմ։ Որովհետև եղբայրը այդպես չի գրված։ Բա ո՞նց է գրված։ Բա ի՞նչ է գրված։ Եթե կարելի է, չխաչվեմ։ Սիրող հայրը ոչ մի պատասխան չտվեց։ Միայն հրեշտակ ուղարկեց, որ նրան զորացնի, որովհետև բարեկամները, որոնք պիտի կողքը լինեին ու զորացնեին, անվրդով, անհոգ քնած էին։ Եթե ես անհոգ լինեմ քո նկատմամբ, դու անհոգ լինես իմ նկատմամբ, Աստված կկանգնի իմ կողքը, իր հրեշտակին կուղարկի, որ ինձ զորացնի։ Զորացի քո Տեր Աստծով։ Նա մենակ չի թողի քեզ երբեք։ Ես ուզում եմ ինչ որ մեկին զորացնեմ, քաջալերեմ։ Արի դիմանանք, համբերենք, անցնենք, մեր պատերազմը պատերազմենք, մեր ասպարեզն անցնենք, մեր հավատքը պահենք, մինչև վերջ։ Անգամ պահ եկավ, երբ որ Հիսուսն ասավ. Իմ Աստված, ինչու ինձ թողեցիր։ Բայց հենց այդ պահին, երբ որ Հիսուսն աղոթում էր, թե ինչու ինձ թողեցիր, հենց այդ պահին Հիսուս գտնում էր Աստծո կամքի ամենակենտրոնում։ Այն պահին, որ քեզ կթվա, թե Աստված արդեն քեզ թողել է, այդ պահին դու շատ կարևոր ընթացքի մեջ ես, շատ կարևոր։ Քեզանից հրաշալի մի մարգարիտ է պատրաստում, հրաշալի մի ադամանտ է պատրաստում, ընտիր մի անոթ է պատրաստում, նրա շնորհքը հերիք է քեզ։ Վերջացնեմ։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 37-38 համարները, որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանա, բայց արդարը հավատքից կապրի։ Եվ եթե մեկը հետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի։ Իսկ մենք հետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքից, որ մեր հոգիներն ապրեն։ Ամեն։ Ամեն։ Համբերի, մինչև վերջ։ Վերջի համը զգա։ Վերջի ավարտական այդ բերկրանքը զգա։ Ես արդեն ավարտեցի։ Այդպիսի հաճույք էր ապրում Պողոսը Տիմոթեոսին գրում էր։ Դու շարունակի գործը։ Դու դեռ երկար ճանապարհ պիտի ունենաս։ Դու դեռ անելիք ունես։ Իմ գործը դու պիտի շարունակես։ Ավետարանչի գործը գործի։ Ես գնում եմ, իմ ժամանակը լրացել է։ Բարի պատերազմը պատերազմեցի։ Ընթացքը կատարեցի։ Հավատքը պահեցի։ Այսուհետև մնում է։ Կյանքի պսակը։